Վերջին նորությունները, որոնք օրինակ նույն Պապոյանն է հայտնում, ինչ հուսադրող են, արդյոք հուսադրող են, թե փափուկ բարձի է նմանվում։ Հարազատներ, ես այսօրվա դրությամբ մարդ չգիտեմ, որ կարող է Եվրոպա արտահանի։ Չկա ուղղակի ոչ մի ձև։ Եվրոկոդերից ենք խոսում, ճանապարհներից ենք խոսում, ու շատ ձևաչափը չկա։ Ոչ մեկ չգիտի, իրանք էլ չգիտեն, բարձ ասեմ։ Իրանք չգիտեն, պրոստը խոսում են, կհանեն, երրորդ ամիսն է, մենք լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև ենք կանգնած ու միայն խոսքեր ենք լսում, գալիս են, ձգում են, մի շաբաթ անցնում է, վայ հենց տեսնում են գազերը հավաքվել, հեսա պետք է ժողովուրդը լինի, վայ մի հատ հանդիպենք խոսենք, էլի խոսում ենք, էլի մի շաբաթ ձգում են, իմ մոտ այնպես տպավորությունը, որ իրանք չգիտեն ինչ են անում, այս տպավորությունը չգիտեմ խի, որովհետև չի կարա 3 ամիս ամեն օր ասեմ վաղը։ Ես 55 տարեկան եմ, ես տես բան չեմ տեսել կյանքում, որ որևէ մի պետությունում չիմանան ինչ են անում։ Գոնե կգանք ասեն տղաներ 3 ամիս է, չգիտեմ ինչ եք անում, մի բան արեք, չենք անում, բայց 3 ամսից խոսք ենք տալի, մի բան կփոխվի։ Մարդիկ ոչ մի շաբաթից գիտեն ինչ անելու, ոչ մի տարուց գիտեն ինչ անելու։ Իմ մոտ տպավորությունն է, տես չգիտեմ։ Հիմա պահանջը որն է։ Պահանջը սկսվել է вообще սկզբից ձկնաբուծության վրա հարձակումները ջրից, որը գոյանում է անձրևա ջրերից։ Հենց պարզ ասեմ, որտեղ որոշ մարդիկ կան, որ вообще պատկերացում չունեն ջուրը, լեսիմ երևի գիտեն գետնի տակից պրոստը հոսում է, չէ, անձրևա ջրերից գոյանում են, եւ այս մարդիկ ուզում են անձրևա ջրերը հավաքեն, որոշ բնապահպաններ իրենց տափակ ուղեղներով անձրևա ջրերի էկոնոմիա են սկսել, ձունը պետք է հավաքենք, անձրևա ջրերը, որ 100,000 տարի այդ անձրևա ջրերը գարուն, աշուն, եկե գնացել են ոչ մեկ ոչի բան, բայց ես անցած տարի գյուղատնտեսության մեջ այդ անձրևա ջրերով $2 միլիոն հարկ են վճարել այս պետությանը, այդ անասունները չեն հասկանում, մենակ էլ մենք խոսում են, այդ տենց թող մորթվեն, թող սենց հլեն, մեր ջրերը էս եղավ, դա իրանց ջրերը չէ, դա անձրևա ջրերն է, եկե գնացել է միլիոնավոր տարիներ ու ոչ մի արժեք, ոչ մի աշխատատեղ չի բացել, ոչ մի բան չի արել։ Հիմա մոտավորապես ֆինանսական տվյալներով եթե այդտեղից սկսել են փակելով մի հատ 30%, հիմա մի հատ 40 են փակում, պարզ ասում եմ, ու չեն էլ կարող բացատրեն ինչու համար են փակում, բայց խի 40 ոչ թե 100։ Այդտեղից ավարտեցինք, հիմա արդեն շուկան փակեցին, մեսին պարզ ասեմ, որ ժողովրդին պարզ լինի, որտեղ ձկնաբուծությունը ինչքան պարզ է թվում, այդքան էլ բարդ է։ Մենք 30 տարի գնացել ենք գիմնաստիկայի, հիմա եկել են ասում եմ թե շտանգի գնանք մրցումներից, հավատամ 30 տարի է պետք, կամ գոնե մի քանի տարի շորերը փոխենք, ժամանակ չէ, վաղվանից պետք է գնանք շտանգի մրցումների։ Եվրոպա, մեր ձուկը արդեն 5 կիլոգրամ է, այնտեղ 150 գրամանոցն է վաճառվում թուրքականի, հիմա պետք է գնանք այդքանով ընդեր, ոչ ժամանակ, ոչ աջակցություն։ Պարզ ասեմ, Եվրոպան խոսում է, Եվրոպային էլ չեմ հավատում։ Սուտ են ասում, որովհետև ասում են այսքան աջակցություն ենք տվել, մենք մի կոպեկ չենք տեսել։ Մենակ թղթի վրա սուբսիդիա եկանք, ասենք, հարազատներ, արեք իրար հետ քննարկենք, այս ժողովուրդը, որ հարկեր է վճարում, 0 է, այդ որ ասում են քաղաքացին հպարտ, 0 ենք մենք։ Ուղղակի մեր հետ ոչ մեկ հաշվի չի նստել, ոչ մեկ չի արծել ինչով օգնենք։ Գլխակապետ, կոշիկապետ քեզ։ Ասում են, չէ, всё, մի հատ թրաշի պրիբոր ենք վերցրել, եկալ։ Ասում են, թրաշված ենք, ամեն ինչ նորմալ է, չէ, էս ենք բերել, էս են տվել։ Հիմա Եվրոպան պետք է որոշի իմ տեղը։ Հիմա 3 նախարարը փաստացի։ Մենք ենք որոշում մեզ ինչ է պետք։ Պետք է շտանգի գնանք, հա, որովհետև դա էլ իր փաստացի ասածը։ Են տվել։ Մի հատ շտանգ են տվել, ասում եմ, պարապեք, մենք 30 տարի հետո ասեմ, Ժորժ ջան, եթե ինչ-որ մի ես իմ կերամիկայով զբաղվող, ես իմ լվացարանով զբաղվողներ կարան փակեն այդ պայսները գնան իրանց տունը ամիսներով, ինչ-որ ժամանակավոր աշխատողներն են ներողություն խնդրելով, ասեն 3 ամիս պետք է նստեք մինչև հասկանանք։ Մենք իշխանի վիճակում ասած մի 3.5 տարի է տևում, որ բեղմնավորված ձկնկիտից մինչև խանութ մտնող ձուկը ես որ արտադրում եմ, իսկ ասետրինայի իկրայի հետ կապված 10 տարի։ Մենք 0-ից 10 տարի պլանավորած բաներ ունենք։ Ու էլ եմ ասում, իրանք ստիպել են մեզ, որ պահենք այդքան։ Մեզ չեն թողել, մեր ձեռները կապած, ես չեմ էլ ուզեցել եմ դհոլի գնամ։ Ինձ տարել են զոռով։
ոնց ասեմ, ինձ զորով են տարել այդտեղ, որովհետև ասեմ պետք է 1 լիտրով այսքան պայես, չկա աշխարհում մի պետություն, մի ոլորտ, որ ասեմ պետք է 10 հատ կոշիկ կարես, չկարես զավոդդ փակում են։ 5 հատ հաց թխես, չթխես զավոդդ փակում։ Մեզ ասեմ 1 լիտր ջրով, պետք է այսքան ձուկ պայես, չպայես, ջուրդ փակում են, քեզ դատում են, չգիտեմ, հիմա մենք ստիպված 20,000 տոննայից ավել ձուկ ենք արտադրել, հիմա էլ ասում են չեք էդի հանելու։ Շատ մեծ է, Ժորժ ջան, էդի լուրջ հաշվապահություն ապետ մեր էկոնոմիկայի նախարարություն չի կարող հաշվի։ Էդի մենք պետք է հաշվի։ Որ այն ամենենի վիճ չտանգեն Հայաստանի կառավարությունը կգցի իր ոտին։ Ոչ, ոչ։ Ինձ թվում է լեզու կգտնենք, մենք լավատեսենք, մենք մի անգամ էլ ենք հավաքվել ջրերի հետ կապված շուտ ձգձգումներ եղավ, հիմա էլ ակտիվացել են։ Ես չեմ կարող ասել, ինչքան իրանք ժամանակ, մենք մի ամիս էլ կարանք ստեղ ապրենք։ Պալատկեք էլ կբերենք, ոնց է սա աշխարհում։ Այնպես չի որ Ֆրանս, Եվրոպայում չէ գնում։ Եվրոպայում ժիլետներ էլ կբերենք, ինչ պետքա կբերենք, հաստատ հավաստացում եմ։ Ձուկ էլ կբերենք, ֆուրերով կլցնենք ստեղ, ինչ պետքա կանենք, ամիսներով կանենք, հաստատ։ Ձեզ որ ընդունել, ինչ է առաջարկում։ Կամ միությունը ունի վարչությունը ունի 7-10 անդամ ու նախագահ, ինձ թվում է որոշումները կայացրած է, ես բոլորի տեղը չխոսեմ, ես իմ տեղը կարող եմ ասել, որ վիճակը շատ վատ է, Ժորժ ջան։ Մենք 3 ամիս, այսինքն գլխի վեր իջնում ենք ներքև ու 3 ամիս մեզ խափում են, ուղղակի այս վերջի անգամ մի հատ ձգնաբույծ ունենք, որ չգիտենք, հետո կասեմ, որ այս 150-ը ջուր է փակել 30% նոր ասցի, այդ մարդիկ չեն փակել ինձ թվում է, որովհետև շատ մեղ, շատ լավ են իրանց զգում, հիմա մենք էտե կնենք, ով ինչա փակել, ում փողերը որտեղից է եկել, ես քրտինքով դրս եմ բերել փողերը, հեսա կտենակ, ով ոնց խեն տես ջեր մտնում, ու այդ մի տնտեսությունը անդադ հակառակ է գնում իր բոլոր ոլորտին հակառակ ու միշտ գտնում են այդ մարդուն մագնիսով գնում են այդ մարդու մոտ նկարվում են ինչ պետք է ասում են անցնում են ես ոնց ասեմ ամենայն ես այս մեկը ասում եմ բոլորիս տեղը թող բոլորը ասեն մարդիկ սուտ են խոսում ես չեմ հավատում որ Եվրոպա են անում կարամ հենց հիմա երկու բառով ասեմ դուք էլ հավատեք հիմա Եվրոպա գնացող ծաղիկները եւ ծիրանները չգիտեմ ինչու Պարսկաստանից Ռուսաստան գնալուց բռնում են այդ որ Եվրոպա է գնում սա հետ են տալի չեմ անում չեմ ուզում կոպիտ բառեր ասեմ իրանք են կարող կոպիտ բառեր ասեմ դաստիարակությունը թույլ չի տալի բայց մի հատ լավ անեկդոտ կա այն յասամանի գույն են էլի մարդկանց դրե յասամանի գույն չեն իրանք են յասամանի գույն Եվրոպացի փորձագետների էլ ընդունել գիտեք ինչ են ընդունել են խոսել են Ինչի փորձագետ Ժորժ այս ոլորտին առնչվող փորձագետներ Հարազատ այս ոլորտի փորձագետների հետ հələ իրանք կաբինետների տեղը չգիտեն, որը որտեղ պետք է նստի, մենք շփվել ենք Հոլանդիայից, Իտալիայից մասնակիցները գալիս են, այդ որ հիմա ասում են, էսի պետքա չտակ Մալախիտը, Մեծիլենը, այդ եվրոպացի մասնակիցների պատճառով բացատրությամբ մենք չենք տվել, որ դա չի կարելի։ Ռուսաստան ընդունել է դրանով մենք չենք տվել, որտեղ մարդկանց երեխաների հետ կապված խնդիրներ են։ Մենք մի քայլ իրանցից առաջ ենք։ Մի քայլ իրանցից արում, իրանք մինչև այդ բառերը սովորում են, մենք դա արել ենք 10 տարի առաջ, բայց վերջը լավ լինի։ Հիմա խնդրում ենք հանդիպում, մի հատ եմ ասում, նոր մեր միության նախագահ Գոռա Գրիգորյան ասեց, մեր հարցեր ունենք, ընդամենը 2-3 հարց է, շատ չի, բայց էլ չենք սպասում, որովհետև 3 ամիս չի կարող, էլի հիվանդը տեղերի մեջ դեղ սպասի, այդ դեղն էլ իրանց ձեռքում է։ Գրպաները դրած է, խիչանտալի չեմ հասկանում, դրսից փողերը եկել է, պարզ ասում եմ։ Մենք այդ ենք տեսել տելևիզորով, մեկը կա թող հելնի հերկի, ասի մենք թող բարձրաձայնի, ասի չեն տվել մեզ, խաբել է Եվրոպան, ասեմ լավ, սուտ խոսանեն։ Մարդիկ ընդեղից ասում են տվել ենք, այս մարդիկ չեն տալի, գլուխ չեն քանում։ Հիմա ուզում ենք այդ հարցերի պատասխաններ ստանանք, Գոռը ասեց, ես կրկնվում եմ ընդամենը։ Ուժեղ խնդիրներ անելու, բայց մի քիչ ուշ։ Հանդիպման ասում են լրագրող գա վերև, ասում են ոչ։